Բարելույս բոլորին, այսօր ապրիլի 24-ն է, ճիշտն ասած ես երկու ուրա ուզում եմ մի հատ հոլովակ գրեմ, էմոցիաներս չեն թողնում, որ ես ավելի հանգիստ ձևով բացատրեմ եղելությունը, խոսքը գնում է այս ընտրությունները, որ պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետությունում, վարչապետի, ասենց ասած ճակերտավոր, դուք ընտրություն չունեք, գաղութում ընտրություն չկա ու չի կարա լինի, դուք ընտրելու եք միայն այն, ինչ որ ձեզ առաջարկեն, այդ դաշտում չկա ընտրություն ու փրկություն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ամենակարևոր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության, որը որ հլավոր դե յուրե գործում է, դա անկախության հռչակագիրն է, բոլոր կետերը խախտված են։ Առաջին հերթին դուք պետք է իմանաք, որ ըստ անկախության հռչակագրի Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի Գերագույն խորհուրդ եւ Գերագույն խորհրդի նախագահ։ Խոսացող գլուխ, միայն խոսացող, ինչ Գերագույն խորհուրդը որոշում է, նա էլ պետք է գնա այդ դիրքորոշումը պետեգավորը, ես ինչ իմանամ ինչա, թուք ստորագրելա, միայն այդ ռամկեքի մեջ, ոչ թե գնա ասենք այդ նույն վարչապետը, ինչ ուզենա ստորագրի, քեզ բերի փաստի առաջ կայնացնի, հասկանում եք, դա ընդամենը, ասենք Հայաստանը, որ պատկերացենք մի հատ տուն է, դրան վարձել եք, որ գա ձեր ջուրը տեղալնի, լուսը տեղալնի, մաքուրը լնի, էսը լնի, էնը լնի, ոչ թե գնա այդ անասունը, սենյակները վաճառի ու ձեզ փաստի առաջ կանգնեցնի, ով է Իրանի տվել այդ իրավունքները, էդի մեկ, երկրորդը, ձեր ընտրության մեջ, այդ ցուցակների մեջ մի հատ մարդ չկա, որ կարող է ուղղորդվի ինչ որ ճիշտ ճանապարհով, ասենք թելեմ ընդ դրանց մեջ կան լավ անձնորոշ մարդիկ, բացատրում եմ ինչու՞մն է հարցը, Հայաստանի Հանրապետությունում պետք է համակարգը փոխվի, այդ ջհուդա սիոնիստականը, սիոնիստական ռուսականը, թե թուրքականը, այդ Լենին Քեմալ պակտի պահապաններին, դրանց սիստեմը պետք է քանդվի, դրա համար պետք են Հայաստանի Հանրապետությունում ըստ քանակությամբ, ըստ տարածքի 3-ից 4000 հոգի մարդ, հասկանում եք ոնց է, որ համակարգը ստեղծվի ու փոխվի, չկա տենց բան, չի լինելու, առաջին հերթին նրա համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պահանջատեր չի, անկախության հռչակագրին, այսինքն իր արտահայտած կամքին եւ իրավունքներին, դուք դաժե չեք կարդացել էդի մեծամասնությունը, չգիտեք էլ ինչ հանդե գրված, հասկանում եք ոնց է, որ Ալիևը ընդ հետույքը պատրում է, գոնե հետե մի հատ ձեզի հարց տվեք, արա էսի ինչ ա ուզում դրանով անի, ինչն է իրան խանգարում, բացատրեմ ինչումն է հարցը, քանի որ դուք ունենալով սեփականություն, որ ձեռը ջեբները թողում եք, փաստաթուղթ է, բայց դա շատ քիչ է, որ դուք տեր չեք կանգնում, դուք Նիկոլի ձենովա, Պողոսի ձենովա, Լևոն Տեր-Պետրոսյանի ձենովա, թե ում ձենովա դուք հրաժարվել եք այդ ամեն ինչից, եւ աշխարհը ձեզ համար ոչ մի բան չի անելու, քանի որ դուք ձեր սեփականությունից, ձեր արտահայտած կամքից հրաժարվում եք, այս դաշտի մեջ անկախության հռչակագրից խոսող չկա, ապուշ խոսում են, լավ բաների տեղակել են տալի, անկախություն, չգիտես ինչ հետ, ազատություն, էսեն, այդ սաղ ստից խոսքերա, լոլոներ են կարդում, հիշում եք ոնց է Նիկոլը լոլո կարդում, դրանք Նիկոլից չեն տարբերվում, ոչ մեկը, որովհետև ամենավաթարագույնն է, որ դրանք լրիվ խափում են ինչի համար, կամ տգետեն, դրա համար են խափում, ճիշտ ճանապարհը չգիտեն, կամ լրտես են,
որովհետև գիտեն, բայց իրանց անձնական շահերի պատճառով է, թե շանտաժի պատճառով է, թե ինչի պատճառով է, անում են։ Խոսքի օրինակ, կարանք լյուբոյ պարտիա վեգալենք, որին ուզեք ազգային, դաշնակներ են, կամ ԱԺԲ-ը, կամ ասենք խոսքի օրինակ ավելի սենց ռեսկի պարտիաներ, Վարդան Ղուկասյան, Վարդան Ղուկասյանին վերցնենք, չեմ ուզում նայեմ, ասենք, իրա անձը մանրամասն ինքով է ինչա, էդի ձեր գործն է, ես կարամ ասեմ, որ ձեզ սաղ իրա պատմության ընթացքում մի հատ Արտակ Գալստյան կար, որը որ իր ամենամոտիկ մտերիմներ են այդ դավաճանից։ Դուք պատկերացնում եք 3-4 հազար մարդ է պետքը համակարգ փոխելուսը մի հատ մի մարդ ուներ են այդ դավաճանից։ Էդ էլ անցանք։ Հայ ժողովրդի այդ փայլուն փաստաթուղթը բերվել է այն մարդկանց օրոք, ինչպեսին են կաթոլիկոս Վազգեն առաջինը, ինչպեսին է գրող Սիլվա Կապուտիկյանը, դուք դրանցից կամ սրանք դրանցից խելացի մարդիկ են։ Անկախության հռչակագիրը Վազգեն առաջինը հատուկ կանաչ մերոնով, մերոնը 7 տարի մեկ են պատրաստում, խախտեց այդ կանոնները հատուկ կանաչ մերոնով, օծեց, этот для вас святая бумага, այդ սուտ քրիստոնյաներ, մենք առաջի քրիստոնյաներն ենք, արա մի հատ աղոթք չգիտեք, արա, հասկանում եք ինչ եմ նա հարցը, այդ ձեր հարգված կաթոլիկոսը օծել է, это для вас святая бумага, սուրբ թուղթ է, սուրբ փարտաթուղթ է, դա առաջի իրավաքաղաքական փաստաթուղթն է, հասկացեք, անդե գրված է հայ ժողովրդի յուրաքանչյուր հայի արտահայտած կամքը եւ իրավունքները։ Ինչի համար է Ալիևը հետույքը ճղելով ասում պետք է փոխեք, որ դուք կարդաք Ադրբեջանի անկախության հռչակագիրը, կհասկանաք, որ Արցախի տարածքի վրա անդե հղում չկա, իսկ մերի մեջ հղում կա, ու աշխարհը մեզի ճանաչել է այդ փաստաթղթով, դուք հասկացեք, ճանաչել են, եթե դու քո սեփականության, քո արտահայտած կամքին դու տեր չես կանգնում, աշխարհը նի պրիչոմ, հասկացեք, էդի ամենատարական բաներ, դուք շատ բաներում գլուխներդ մի խոթի ձեզ պալիցիկի տեղ դնեք, դուք հասարակ աղուսյակը չգիտեք, բարդ խնդիրներ եք ուզում լուծեք, անկախության հռչակագիրը, էդի աղուսյակն է, 12 կետն է, որ դուք ոչ կարդացել եք, ոչ ընկալել եք, գոնե, որ Ալիևը իրան պատռում է, դրանից ձեզի հարց, արա ճիշտ հարցը որ տալիս ես, անպայման պատասխանը կգա, հասկանում եք ոնց է, չի կարելի ձեզ առնչում եք այդ պոռնիկների հետ, արա ես չեմ հասկանում, դուք այդքան քյալ եք, այ ժողովուրդ, այ հասարակ բան, այդ տելևիզիա բան սաղ անջտեք, մի հատ ուղիղներդ միացրեք, հայ ես վերջերս հիշում եք, որ Գարեգին բն ու Նիկոլ իրար հետ հական, սաղ ազգին տակնու վրա արին, դուք էլ սկսիք թայֆաբազությունը, այդ թայֆաբազությունը, էդի վապշե առանձին պատմություն է, դուք սիրում եք ինչ-որ մի թայֆի կպնեք, ու ինչ-որ մեկին կուրք սարքեք, բայց երկուսն է դրածով պոռնիկ են, հասկանում եք, ու կուրք մի սարքեք ոչ մի մարդու, դուք կուրք եք սարքում Դեմիրճանին, կուրք եք սարքում Սպարապետ Վազգենին, ու չեք մոռացել, որ Վազգենն է այդ Գարեգին բային բերե դրե, ինչքան ուզում լավ մարդ լինի, ինչքան ուզում լավ գործեր արած լինի, այդ մարդիկ ունեն ճակատագրական սխալներ, կուրք մի սարքեք, նստեք, քննարկեք, տեսեք որը որից հետո է, որ այդ սխալները չկրկնեք, հարա նստել եք, խորացել եք, ձեզ պալիցիկի տեղ եք դնում, ամեն տակ շոֆեր, ամեն սապոժնիկ, սաղ պալիցիկ են, ամենքին մի հատ գեներալ ունեք, FSB-ի բարեկամ բաման, ինքը ձեզի դակլադա տալի, ինչ ալնելու, հա, իրոք, դու պոեք, ինչ եք, դու ասում եմ, աղուսյակը չգիտեք, կամ ինչ բանա, Նիկոլ ասվալտ արավ, Նիկոլ կով տվեց ձեզի, ես տվեց, ծիպը, արա ու դուք գիշեք, Հայաստանի արտաքին պարտքը, Նիկոլի գալուց առաջ 6 միլիարդ է,
Արա կրկնա պատկելա էսա երապատկում է թիվը, բայց մի միլիարդ է ձեր բերանով կգցի, թոշակ, բոշակ, ասենք, կով կարնի, երկու տեղ ասվալտ կարնի, մի տեղ դբրոց կսարքի, դուք եք ասեք, ադե գնում եք Նիկոլին ընտրենք, ով այդ փողերը տալու, այդ դեբիլներ, ով է տալու այդ փողերը, ես չեմ հասկանում, դուք հասկանում եք, որ դուք գնում եք այդ դաժե թղթերի պատճե եք հանում, արա 5000 դրամից ասում, Հայաստանի քաղաքացու համար էդի ահառելի գումարներ են, 5000 դրամ, 3000 դրամ, 10000 դրամ, հենց դրանով եք դուք այդ ռեգալած փողերը մուծում, չգիտեիք, ասեմ, ձեր 2 կոպեկի թոշակ են բարձրացրել գնալու եք Նիկոլ ընտրեք, որ ձեր երեխեքն ու թոռները անհայրենիք մնա, արա դուք ապուշ եք ինչ եք, նայեք, Ժողովուրդ ջան, հասարակ ձեզ մի բան ասեմ, այսօր որ ձեր պահանջեցին, ընտրեցիք սրանց, անկախության հռչակագիրը ինչ որ ձևով խաչ են քաշելու վրան, այսինքն անկախության հռչակագրի վերջում գրած է, վերջի կետում, բեկանման ենթակա չէ։ Հարցը ինչի մեջ է։ Եթե դա փոխվում է, Հայաստանը սկսում է նոր պատմություն։ Այսինքն դու ձեր պատմությունը սենց խաչ եք քաշում, թքում եք ձեր պատմության վրա, ձեր արուն թափած երեխեքի վրա, ձեր արուն թափած պապերի վրա, հայրերի վրա, ամեն ինչ այդ մորթվածների վրա ու դուք սկսում եք նոր պատմություն, այսինքն Ադրբեջանից ավելի ջահել եք ըլնելու, դուք պատկերացնում եք, արա մարդ չպետք է այդ աշճանի անասունը լինի, էլի հասկանում եք, մենք պետք է անասունից ինչ որ բանով տարբերվենք, չէ, хотя бы հիշողությունն է, արա թող 2-3 րոպեվա հիշողությունն է, գոնե էտելա ունենակ ժողովուրդ, ախր չի կարելի ստամոքսով մտածել, ով մի կոպեկի թուլափայ գցի ձեր բերանը, գնաք դրա տեղը քվեարկեք, առաջին հերթին, ոչ մի քվեարկություն չի կարա լինի, որովհետև դրանք բոլորը անօրինական են, Հայաստանի Հանրապետությունը չունի վարչապետի պաշտոն այդպիսի իրավասություններով ըստ անկախության հռչակագրի։ Անկախության հռչակագիրը ես չեմ զարմանում, շատ կներեք, որ ես հենց եմ խոսում, բայց էմոցիաներս չեմ կարում պահեմ։ Անկախության հռչակագիրը դա մայր օրենքն է, բայց Հայաստանի դեբիլ իրավաբանները իրավաբանական ավարտած, որ հարց է տալի, ասում են մայր օրենքը դա սահմանադրությունն է, դուք պատկերացնում եք ծննդական ու պասպորտ, չկա ծննդական պասպորտ էլ չի կարա լինի, անձնագիր չի կարա լինի, եթե չկա ծննդականում գրված է ով ակու ծնողները, որտեղ ծնվել, նույնը անկախության հռչակագիրն է, այդ սահմանադրության պրեամբուլայի մեջ հղում է կատարվում անկախության հռչակագրի, որովհետև ինքը անօրինական կլներ, ու այդ դեբիլները չեն հասկանում այդքան բանը։ Կամ ասենք ընդ ինչ իրավաբան կա մեջ դու նարոդնիկ, ես չեմ հասկանում։ Ես էլ ինքս էլ մի տգետի մեկն եմ, հասկանում եք, բայց եթե դու ճիշտ հարցեր ես տալի, ճիշտ պատասխանները կգաս, եթե դու մի բան ուզում ես սովորես, դու կարաս սովորես։ Էդի պրոբլեմ չի, ցանկություն է պետքը, բայց դուք նստում եք սրանարա լսում եք, սրանարա լսելով չի, ձեզ նույն իստոշնիկը, նույն մարդը խափում է, դուք էլի նայեմ հետևում եք իրան, նույն Նիկոլը, խափելով մանեկավ, ամենամեծ տականք խափեփանավ, ես ինքս էլ եմ ժամանակին դրան հավատացել, ասել եմ, արա, մարդն եկել է գործանի, բայց դուք հասկացեք այդ մարդու գործողությունները ու իր ասած խոսքերը վաբշե չի բռնում, դուք ինչ ընտրություն եք գնում, բոյկոտել է պետք այդ ընտրությունները, բոյկոտել, ոչ մեկին ոչ մի ձայն, բայց եթե դու գնում ես ճանապարհով, որը քեզ տանում է անդունդ, դու չպետք է շարունակես այդ ճանապարհը, դու պետք է հետ գաս, այդ ճանապարհաբաժին перекресток, ճիշտ ճանապարհը ընտրես գնաս, այն որ ռուսն ասում է налево пойдешь, коня потеряешь, направо пойдешь, հասկանում եք ոնց է, դու չես կարա, ես Հիմի հասկանում եմ, ինչպես են մեծ պետությունները կործանվել, թշնամին տնից նալնում,
Այն թշնամին, որ դրսում է, այնի հեչ էլ վախելու թշնամի չի։ Որ այդ ներսի թշնամին պատերազմը տանուլ տվեց, երեխեքին մորթեց, ձեզ հուսահատեց, թուլափային կսեմ, մի դուք գնում եք դրանց ընտրեք այդ պորնիկներին, գիշեք դուք արա, արա չունեք դուք ընտրություն, որովհետև դուք ոչ մի բանի, վաբշե իրավունք չունեք այդ երկրում, դուք պետք է ձեր ձեռը վերցնեք այդ լծակները, լծակ ունենաք այդ նույն վարչապետին, են մնացածին, որ լուբոյ մոմենտ հանեք սիկտիր անեք, դուք չեք ուզում հասկանալ, ոչ մեկ ձեզ համար ոչ մի բան չի անելու, գալու են, նվաճելու են ձեր ձայները, հետո է թքելու են ձեր վրա, ոնց որ դուք եք թքում, սրանց ընտրելով մեր երեխեքի գերեզմաններին, մեր նահատակների ովքեր այդ հողի համար արուն են տվել, դուք հասկացեք, ձեր գործողություններով դուք իմինե հետ եք անում, ուրիշ ոչ մի բան, պրյամոյասեմ իմանաք, անկախության հռչակագրից հետո Ալիևն ասելու է, լսի, ով որ պատերազմել է, այս պատերազմների ընթացքում մերն, դրանց բոլորին բռնի բեր, ես պետք է Ադրբեջանում դատեմ, տենց էլ լնելու է, հիշում եք չէ, ոնց ազգի ամենավառ ներկայացուցիչին, դու անբազմակողմանի զարգացած մարդ, որը որ համ պոլիտիկ էր, համ պալկավոձեց էր, համ չգիտես ինչ էր, համ գրող էր, համ ես գարեգին նժդեհին, տարան բանտ նստեցին, ազգը լուր ու մուր նստեց։ Նույնն էլ է տալնելու, գալու են հավաքեն այդ ձեր բիվշի ազատամարտիկ են բան է, սա այն թուրքերին են հանձնելու։ Պատմությունը կրկնվում է, այս ազգի համար թազա, նոր, ինչ-որ բան չեն հորինում, նույն բորշով ձեզի ուտացնում են, սոուսներն են փոխում, որովհետև դուք չեք գիտակցում, դուք ինչ եք անում։ Արա, թայֆաբազություն մի կարեք, արա, պետք չի թայֆաբազություն անելը, ուղղորդվեք անկախության հռչակագրով, այսինքն յուրաքանչյուր հայի իրավունքներով, հասկանում եք ոնց է, ու արտահայտած կամքով, ընդ ոչ մեկի օգուտ չկա, լրիվի օգուտն է, հասկանում, սենց պարզ ասեմ, որ ավելի հետարքիրն է, այդ ԱԺԲ, ՄԱԺԲ, զիր, զիբիլ, սրանք սաղ տականքներ են, ինչ վերաբերվում է մնացածին, ինչքան էլ ուզում է բարի խոսքեր ասեն, ինչ ասեն, գոյություն ունի պլան ձեյստրի, էլ եմ ասում, պլան ձեյստրի էտի հլա երկրորդ հարցն է, դու անշահախնդիր ազգին նվիրված 3-4 մարդ հլա պտի ճարես, որ էտի հլա նոր կարողանաս սկսես իրագործելը, հլա դրան է պլան ձեյստրի է պետքը, ճիշտ է, ուզում եմ ասեմ, դա սաղ բուտաֆորիա, բոյկոտեցեք այդ ընտրությունները, համախմբվեք, անկախության հռչակագիրը, ձեզ համար դա նացիոնալնի իդեա, ներկա պահին, ինքը կարա ձեզի համախմբի, ոչ մեկ դրա մասին չի խոսում, այսինքն, разделяй властвуй, возглавить и обезглавить, գլխավոր և գլխատիր, բաժանիր և տիրիր, ոնց որ Նիկոլին ու Գարեգին բային իրար դեմ տվին դուք թայֆաբազություն արիք սխալ ճանապարհով ձեզի տարան, հետո դուս եկավ, մի հատ էլ ընտրություն բացին, ում կողմից եք, արա դուք հիմար եք, ինչ եք, դուք չեք հասկանում այդ տարական բաները, դուք հասարակ բաներ չիմանալով, դուք ուզում եք բարդ խնդիրներ լուծեք, չի ստացվելու, առաջին հերթին դուք ձեր արտահայտած կամքին ու իրավունքներին պետք է տեր կանգնեք, դուք հասկացեք այն մարդիկ, որ դա ընդունել են, այդ փայլուն փաստաթուղթը, այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյան տականքը Գերագույն խորհրդի նախագահ էր, հետո մտցրին սահմանադրությունը, ինքը Գավարյաշի գալավայից դարավ, խոսացող գլխից դարավ, արդեն լծակները իր ձեռը վերցրել, այդ Գերագույն խորհուրդը սարքին ոչ մի բան, համեն ամակների ժողով կա, իրարուտում կրծում են, Вроде бы оппозиция, понимаешь ли, դիշովկեքը, սկի դաժե իրանց մայր օրենքի մասին տեղեկություն չունեն,
ժողովրդի իրավունքի մասին։ Էլի եմ ասում, ես ամենագետ չեմ, բայց այդ հարցով ես խորացել եմ, ու ես կարամ ձեզ ասեմ, ես ավելի պրոֆեսիոնալ մարդ կա, ով զբաղվում է անկախության հռչակագրով, արդեն 25-27 տարուց ավել։ Անդրանիկ Վանեսյան, գրեք YouTube-ում։ Մենք Telegram ալիք ունենք, անկախության հռչակագիր է կոչվում, երկու ալիք է, մի հատը զրուցարանն է, մի հատն էլ անկախության հռչակագիրն է։ Ընկերներ ջան, դե ինչի ձևը, դուք այդ մի փոր հացի համար այսօրվա, դուք տանուլ եք տալու ամբողջ ազգը եւ պետականությունը, բա ձեր երեխեք հարա, բա ձեր թորները, խես սերունդները մորթվել են ու անցել են այս դաժան ճանապարհը, որ դուք ձեր կուշտ փորի համար լրիվ հանձնեք, արա դուք ապուշ եք, դուք անասունից մի բանից պետք է տարբերվեք, թե չէ։ Գնացեք, բոյկոտեք, պետք չի ընտրություն անել, ընտրություն չկա, ու չի էլ կարող լինի, այդ քվեատուփերը լուսեր անջատն փոխում են, ես իմանամ, ով ոնց ուզում քվեարկում է, հասկանում է, չի հասկանում, ով ոնց ուզում է հաշվում է, ավտոբուսներով, տարբեր պասպորտներով միևնույն մարդիկ գնում բան են անում, քվեարկում եսի ձայներն է, արա, պետք չի, գաղութում ընտրություն չի կարող լինի, մոռացեք, դուք ձեր կամքին արտահայտած պետք է տեր կանգնեք, ձեր իրավունքին պետք է տեր կանգնեք, այդ իսկ բանը այդ թեատր աբսուրդը։ Բացի այդ, ժողովուրդ ջան, հասարակ մի բան ասեմ, բարոյականությունը լքել է Հայաստանը։ Ես չեմ ասում լրիվ անբարո են, իհարկե չէ, նորմալ մարդիկ շատ կան, բայց դուք ձեր լռությամբ անբարոններին տեղ եք տվել, նրանք արդեն նստել են ձեր գլխի վրա ու ոտները կախ են գցել, ուրիշ ոչ մի բան, հասկանում եք, առաջ այդ անբարո մարդիկ, անբարո ասելով կարող պոլիտիկ լինի, անբարոյական կարող տրասի ագարկա լինի, տարբերություն չկա, դուք դրանց անկախ ու իրանից ով էլ ուզում ալեն, դրանց արտոնություններ եք տվել, պորնիկներին, Բա մի հատ լավ օրել որ գալիս է, որ պետք է սեղան նստեք, տեն մեկ էլ մարդ չկա չէ ձեր չոր կողմը։ Նորմալ մարդկանց վտարել եք ձեր շահերի համար, պորնիկների հետ տալի առնում եք, բայց հարսանիքի կնունքի արդեն կանչելու էլ չեն, ու մնում եք մենակ։ Կյանքը մելա տենց, պոլիտիկայը մելա տենց, հասկանում եք ոնց է։ Բարոյականությունը դարել է գենաց, որ նստում չեն մեր զինվորների գենացը, բայց ինք իրա տողում պա համար է, բանակից ազատում է, բայց թանկ գենաց է ասում, բարոյականությունից է խոսում, ինքը բոզանում է, գնում է, ծախում է, դավաճանում է, հասկանում եք, ես ինչ ազգ ենք դարել, ես 30 տարում ես ինչ արին, ես ինչ արին ձեր գլխին, մի երկու մարդ էի ճանաչում, որ հաստատ իմանում էի, որ էդի մարդ են աղբեր, որ կաթը ասում էր սպիտակա, ուրեմն սպիտակա, ուրեմն տոշնիկ այնում էր ասում էր սպիտակա, Հիմի այդ անասուններին, որ ռաստ եմ գալիս, ասում է, դե կարող է կաթը սերի գույնը լինի, էս լինի, են լինի, փոխաբերական իմաստով եմ ասում, Պերաբուվայուցը նախադու, սկզբունքային մարդիկ չկան, բա մենք դրանով ենք հայ ազգլել, այդ մանրուքները մեր ամբողջական կերպարն է, հիմի մեր ամբողջական կերպարը Նիկոլն է, հա, կամ Սերժն է, կամ Ռոբիկն է, դուք հասկանում եք իդում, կամ ասենք Ծառուկյանն է, ես ոչ մի անգամ դրան չեմ ների մենակ են բանով, որ մեր երեխեքի աճունները հլա չեր սառը, էդի շքեղ հարսանիք հարավ իրա երեխու համար, սալյուտներով, մոռացել եք արա, հավվի հիշողություն ունեք, вам что таблетка для памяти надо, ես կարամ հատ տենց վերաբերվեմ, մի երկու տգետ թազա մարդիկ էլ կան դրանց չեմ ճանաչում, բայց կապ չունի, այդ կոնցեպցիայի մեջ դրանք չեն մտնում, Հայաստանի փրկության կոնցեպցիայի մեջ դրանք չկան,
Դրանք ծրագիր չունեն, մարդ չունեն, կամանդ չունեն։ Ուրեմն դա չի ստացվի։ Թայֆաբազություն մի կարեք։ Մի սարքի կուրքեր։ Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանին Իջևանի մեջտեղը ջուն լմեին ու ճիշտ է կանեին, այդ սպարապետ կոչեցյալին։ Լիչնը ես ընդ ներկա եմ ըլել։ Իրա վարիշկեն բացեց տականքը բլեդ, ապուշ մի հատ տղա երեխու քրֆեց։ Մեր քրֆեց։ Ու դրանից հետո արդեն հայկական բանակում արդեն մեր քրֆել է երեխեքին սալդատներին, աֆիցերների բանի կողմից արդեն նորմալ բաներ դարել։ Ուզում եմ ասեմ, այնտենց մարդիկ չկան, որ սուրբ լնեն։ Մի սարքի կուրքեր, պետք չի, ուղղորդվեք ձեր անկախության հռչակագրով, որտեղ որ գրված է ձեր արտահայտած կամքը եւ իրավունքները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչով է հարուստ, սպյուրքին եմ հարց տալի, այդ տգետները, որ անդե ապրում են, շատ քիչ մասն են իմանում, որ Ամերիկայի հռչակագիրը 360 տարուց ավելի չի փոխվել։ Ոչ մի կետ դրանով են հզոր, ոչ թե դոլարով կամ ես ինչ իմանամ ինչով։ Հասկանում եք ոնց է։ Ախր ձեզ մեկն էլա չի բացատրելու, դուք չի ունակություն էլ չունեք հասկանալու։ Հասկացեք այն ինչ որ կարաք հասկանաք, պետք չի։ Մի անգամ ուզ դուք հանրակի դրան ձեր դատար գլուխը չեք կողելու։ Եթե դուք դրանից առաջ չեք այդ արկրվել, պետք չի սերունդներին ապագան վաճառել այս ղախպեքին։ Դուք կործանելու եք ամեն ինչ։ Այս ընտրությունները եթե կայացավ, այս պոռնիկներն էլ եկան, ես ձեզ ասեմ, հայ ժողովրդի ոգին արդեն կոտրվելու է։ Նավսեգդա։ Հասկանում եք։ Ես սրանից ավել չգիտեմ էլ ինչ ասեմ, ախր շատ ասելը պետք չի։ Բազվի ինչ որ կա ես ձեզ ասեցի, դրանք սա խափեփաներ են, չկա ընտրություն, չի կարալնի, դուք պետք է հավաքվեք ու բոյկոտեք այդ ընտրությունները։ Սարքած շինած գործողությունը։